Ոչ չեմ ուզում։ Բերքաշատից բացի ուրիշ տեղ դասի գնալ չի ուզում 5-րդ դասարանցի Արամը։ Երեխաները ոչ թե դպրոցական զանգից են տագնապում, այլ դրա լռելուց։ Գյուղում լսել են, որ նոր Կեսարիայի դպրոց են դասի գնալու բերքաշատցի դպրոցականները։ Մեր դասղեկին ասել ենք խեն փակում, էսի շատ լավ դպրոց է։ Սահմանամերձ գյուղի այս դպրոցը 100 աշակերտ ունի։ 1976-ին է կառուցվել, 13 տարի առաջ էլ վերանորոգվել է։ Միջնակարգ դպրոցի դռները բաց էին հունիսի 16-ին, սեղանները, նստարաններն ու գրատախտակները դասարաններում էին։ Ամեն ինչ կա, 2 արկանի նախակրթարան կա, գեղեցիկ դասարաններ կան։ Երեխաների հարազատներն էլ դեմ են, որ փակվի դպրոցը։ Նոր Կեսարիայի ճանապարհին վարարառու թափառող շներ կան։ Անհանգիստ սպասելու են ծնողները, մինչև երեխաները տուն կհասնեն։ Արվի կողքով է, էլի։ Փորձանք երեխա կարող է խելքը բրդի տրանսպորտով չգա, ոտքով գա, շունը, ամեն մի փորձանք է, շատ հեռու է։ Եթե փակվի դպրոցը, դատարկվելու է Թուրքիային սահմանակից բերքաշատը, պնդում են մարդիկ։ Երիտասարդ ծնողները կարող է ավելի ցկտեն, ավելի լավ քաղաք գնան կամ ուրիշ տեղ, որ իրանց երեխաների ապագան ճիշտ ու վրա դրվի։ Մտահոգ գյուղացիներին համայնքապետը պատասխան է տալիս. դպրոցը չի փակվելու, որովհետև 100 աշակերտ ունի։ Փոքր դպրոցների մասին խոսք եղել է, որ փակվելու է, բայց մեր դպրոցը 100 աշակերտ է, ախպերս չի փակվում։ Զարու Իսահակյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։